լավ էլի ձեր կյանքով ապրեք էլի։ Ես որոշեցի, որ երեխա ունենամ, ես շատ էի ուզում, որ տղա լինի։ Դե ոչ ոք չէր սպասում, որ ես ամեն օր ճամփորդում, հոպ, ես հայրիկ դարձա, պրոշները, լրիվ հայրիկներ, բանջիկ պրոշները։ Մեկը սարքած էջից Facebook, Instagram մտնում էր, հատուկ նույն տեքստը գրում էր։ Կան կասկածներով կարող է լինել։ Նույնիսկ եթե հիմա ինքը այս ծրագիրը տեսնեմ, հետո բլոկի իր էջը, մեկը ես արդեն իմանալու եմ ով է։ Եվ անպայման իր դուրը ծեծելու ենք ու ինքը շատ տխուր օրեր ունենա։ Ոչ ոք չգիտի, որ ես փոքր ինքնաթիռներից սարսափելի վախենում եմ։ Ես սիրում եմ պատմություններ, որոնք առաջին անգամ այստեղ են հնչում։ 3 վտանգավորոտ երկրներ, ինքը այսպես դպրտում է, ուղակի քեզ կսպանեն։ Մենք այսպես ծռվեցինք դեպի ձախ, եմ որ քեզ թվում է այսա վերջ, բայց այդ վախը ես երբեք չեմ մոռանա։ Ես նկատում եմ, որ օդաչուն տատի կա։ Նայում եմ ճամպրուկս չկա, ուրա ճամպրուկս, պատկերացնում եմ շոկը։ Ամենամոտ ընկերս մահացավ։ Աչքերդ բացում ես, ասում ես, Աստված իմ, երբ է վերջանալու այս ամեն ինչը։ Շատ հիասթափություն ապրեցի, իսկ աղքատությունը սոն անբացատրելի սով։ Ու մենք մեկնեցինք նկարանների իմ այդքան սպասված Մադագասկար։ Վերջ, խաչ։ Թաղեմ քեզ է Վարդան Սարգսյանին է վրեն։